Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սյունիքի մարզի նախկին մարզպետ Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից եւ նրան փոխկապակցված անձանցից կնոջից Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, Դստրերից եւ Վահե Հակոբյանի ծնողներից հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 փոխառության պահանջի իրավունք, ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով, 2 պարտատոմս ընդհանուր $741,000 արժեքով, 2 ավանդ ընդհանուր $240,000 չափով, 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ էր ստացվել, որ Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, լսվել են կրակոցի ձայներ։ Պարզվել է, որ կան դանակահարված եւ հրազենային վնասվածքով անձինք, տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը 45-ամյա Ա.Վ.-ն հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է դեպքի մասնակից անձանց ամբողջ շրջանակը։ Հիշեցնենք, Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ, ծանր 3-ին, ծանր 1 քաղաքացի մահացել է։ Ըստ շրջանառվող լուրերի տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկը փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկի մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի դրել ավտոմատներ։ Տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Ագարակ մաքսային անցակետում տեղի ունեցած հանցավոր սխեման։ Կալանավորվել են մաքսային սպասարկման եւ հսկողության բաժնի պետն ու միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության ներկայացուցիչը։ Մաքսային տեսուչի նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Զվարթնոց մաքսատան պետի նախկին տեղակալ Միհրան Դավթյանի ապօրինի ծագման գույքի եւ դրամական բռնագանձման հայցը վարույթ է ընդունվել։ Վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքներով Վարդենիսի բաժնում հանձնվել է ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ եւ զինամթեր, կակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։ Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան եւ ինքնաձիգի փամփուշտներ։ Աշոցքում ինքնաձիգ 40 փամփուշտ եւ 2 ծխագլանակ, Արթիկի բաժնում 1 հրացան, 3 ատրճանակ, 3 նռնակ, փամփուշտներ եւ զինամթեր։ Մարտունու բաժնում հանձնել են ակոսափող հրազեն, տարատեսակ փամփուշտներ, երկրորդ եւ երրորդ դեպքերով մեկական որսորդական հրացան, նռնակ, փամփուշտներ, իսկ Կումայրիի բաժնում հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ եւ փամփուշտներ։ Արաբկիրում 5 նռնակ եւ զինամթեր, Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժնում որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժնում 3 ինքնաձիգի 384 փամփուշտ Մակարով տիպի, 2 ատրճանակ կարճացված փողով, 3 հրացան ու 3 նռնակ։